Շատ ծանր իրավիճակ է ստեղծվել Եղեռնի հուշարձանի վերանորոգման հետ կապված։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես մեկ ճարտարապետ, որը չունի համապատասխան մասնագիտական փորձը, նույնիսկ գլխավոր ճարտարապետ, ինչ նշանակում է նախագծի գլխավոր ճարտարապետ, դարձել է ընդամենը մի քանի օր առաջ, նախագծում է և վերանորոգում է Եղեռնի հուշարձանը։ Ես ակնկալում էի, որ Եղեռնի հուշարձանի վերանորոգման աշխատանքների շուրջ կձևավորվի մի մեծ մասնագիտական խումբ փորձագետների, սակայն աշխատում է ընդամենը մեկ անձ, Սաշուր Քալաշյանը նույնիսկ դուրս եկավ աշխատանքային խմբից մի քանի օր առաջ։ Ես ուզում եմ ձեզ ցույց տամ, թե ինչպիսի վիճակ է այսօր տիրում Եղեռնի հուշարձանում և ինչի այսքան շուտ հրատապ հրավիրեցի բոլորին, որպեսզի ներկայացնեմ ինչ է տեղի ունենում Եղեռնի հուշարձանի շուրջը։ Սա ներսից է, 12 աստիճանից քանդված են 4-ը, արդեն իսպառ բացակայում են, չկան այդ աստիճանները։ Այս ֆոտոն ցույց է տալիս ինչպիսին էր վիճակը սեպտեմբերի սկզբին, իսկն սկսեցին քանդել դրսի քարերը, որոնք որ պարզապես չէին կարողանում պոկեին պատերից, հիմա սկսած այնքան հզոր են այդ քարերը, հաջորդ ֆոտոն ցույց կտա ձեզ, այս քարերն են, այնքան մեծածավալ են, որ ինչ-որ հնարավոր է եղել պոկեին, մնացածը մնացել են երկաթ բետոնի մեջ, ամրակայված, ու փորձում են հարթեցնել, որ դրա վրայից, այդ քարերի վրայից, անեն նոր աբլիցովկա, դուք պատկերացնում եք, սա ցույց է տալիս դեպի ներքև տանող աստիճանների իրավիճակը հիմա, ներկայիս վիճակն է, սա ներքևից ինչպիսի տեսք ունեն մեր աստիճանները, և այդ ամենը անձրևների նախօրեին, հեսա սկսվելու են անձրևները, որևէ աշխատանք տարված չի։ Ես կարճ ներկայացնեմ Եղեռնի հուշարձանը պատմամշակութային արժեք ունեցող և ճանաչվել է պետության կողմից որպես պատմամշակութային արժեք հայ ժողովրդի։ Ժամանակին հայրս շատ մեծ կարևորություն է դրել Եղեռնի հուշարձանի հենց այս թեկմույթերի մեծ քարերով ձևավորման մեջ, ես չեմ մանրամասնի, թե ինչպիսի շինարարական տեխնոլոգիաներ են օգտագործված, բայց դրանք անբաժանելի մասն են Եղեռնի հուշարձանի ողջ ծավալատարածական լուծման։ Դուք տեսնում եք այս կտրվածքի մեջ մեծածավալ քարերը, որոնք որ իմաստավորված են եղել, ամեն մի քար հայրս դիտարկել է որպես հայ ժողովրդի ծանրացած և մեծածավալ այդ վիշտը, որ մենք ամեն մեկս կրում ենք, արտացոլվում էին այդ մեծ քարերի շնորհիվ։ Եվ այս քարերը, որոնք որ կտրվածքների մեջ երևում են, այս քարերը այսօր պոկել երկաթբետոնի միջուկից գրեթե անհնար է։ Արթուր Թարխանյանը շատ մեծ նշանակություն էր տալիս ողջ Եղեռնի հուշարձանին, ամեն օր հեղինակային հսկողություն էր իրականացնում և այս ֆոտոն ինձ համար շատ նշանակալի է, քանի որ իր վերջի աշխատանքային օրով բարձրացավ Եղեռնի հուշարձանը և նայեց, թե ինչպիսի վիճակում է այսօր։ Ցավը այն չի, թե մենք ինչ ենք տեսնում այսօր կապված Եղեռնի հուշարձանի հետ, ցավը այն է և իմ մտահոգությունը այն է, որ պատրաստվում են մոտավորապես Արփասևան թունելի պես, պատկերացնում եք, մի հատ խրամատ շուրջը Եղեռնի հուշարձանի փորեն, դա 4 մետր խորությամբ, այսա ուղիղ 4 մետր է ստեղի բարձրությունը, դուք կարող եք պատկերացնեք, և 3 մետր լայնությամբ, մի հատ խրամատ են փորում դրա շուրջը, և դա հաջորդ էտապն է, երբ որ սեպտեմբերի սկզբին ասում էի, որ պետք է մույթերի քարերը պոկվեն, պետք է աստիճանները պոկվեն, ոնց որ թե չէին ուզում ընկալեին, թե արհավիրքը ինչքան ծավալուն է։ Հաջորդ էտապը, և ես զգուշացնում եմ ժողովրդին, հաջորդ էտապը այդ հսկա խրամատի փորումն է։ Եղեռնի հուշարձանը պատմամշակութային հուշարձան է և իր շուրջը անփորձառու բազմաթիվ սխալներով իրականացված նախագծային աշխատանքը այսօր
բոլորիս դնում է շատ լուրջ իրավիճակի մեջ, որտեղ թե կառավարությունը, թե ղեկավարությունը, ղեկավար անձիկ եւ պատասխանատու անձիկ, թե մենք ճարտարապետներս կանգնած ենք մի խնդրի առջև, որի հետևում մեկ հոգի փորձություն չունեցող երիտասարդ անձնավորություն, որի հետևում ստորագրվում է հայ նախագիծ ձեռնարկության տնօրենի կողմից, վերջ։ Ես չեմ հասկանում, ինչպես կարելի է այդպիսի մի իրավիճակ ստեղծել ամբողջ հանրության կողմից։ Փաստացի այս նկարի վրա դուք կարող եք տեսնել այդ մեծածավալ գործերը ինչի համար են պլանավորված։ Ընդամենը մի քանի քար, որոնք որ ներքև աղակալվել են։ Այդ աղակալման խնդիրները այն են, որ հորիզոնական եւ վերտիկալ պատերը իրար են միանում, այնտեղ կուտակվում են ջրեր, եւ այդ ջրերը, անձրևաջրերը կամ ձյունը ընթացքում ներթափանցում է քարի մեջ եւ խնդիրներ է առաջացնում։ Ժամանակակից շինարարական մեթոդաբանությունը շատ պարզ ձևերով այդ հարցը լուծում է, ընդամենը ինչպես հնագիտության սկզբունքներով, ընդամենը մի հատ նուրբ չոտքերով պետք էր վերցնել, այդ աղը մաքրել, մի հատ լվանալ, մի հատ չորացնել ֆենով, եւ հետագայում կան նյութեր, որոնք որ կոչվում են հիդրոֆոբ նյութեր, հատուկ հիդրոֆոբ նյութեր կան, որոնք որ էժան են, որոնք որ միջին կարգի են, նայած դու ինչ խնդիր ես հետապնդում, բայց կան նյութեր, որոնք որ թանկարժեք են, բայց հաստատ մի քանի անգամ ավելի էժան են, քան թե այն մեթոդաբանությունը, որ այսօր ընդունված է Եղեռնի հուշարձանի ռեստավրացիայի համար։ Ժամանակի մեջ դա մենք կծախսեինք, ենթադրենք 1 կամ 2 ամիսի ուսումնասիրության վրա, 1 ամիս կծախսեինք ընդամենը վերանորոգման մաքրելու վրա, որպեսզի այս սպիտակ աղակալումները քարերի վրայից դուրս բերենք, եւ 1 ամիս եւս էլ կծախսեինք հիդրոֆոբ նյութերով, որոնք որ թափանցիկ նյութեր են, որոնք որ քարի որակը չեն փոխում, տեսքը չեն փոխում, այս քարերը վերանորոգելու մասին։ Մենք ծախսել ենք եւ հավելագրել ենք նախագծով 5 անգամ ավելի մեծ գումար, քան թե պետք էր ստեղ ծախսել։ Դա մեր գումարներն են, ժողովրդի գումարներն են։ Պետությունը առատորեն շնորհել է այս գումարը Եղեռնի հուշարձանի վերականգնման վրա։ Բայց արդյոք մենք այդքան գումարների կարիք ունեինք, ոչ։ 5 անգամ ավելի պակաս գումար, ավելի քիչ ժամանակ, ավելի քիչ ներվ, ավելի քիչ մարդկանց ներգրավում եւ մենք ունենայինք մի քանի ամսվա մեջ ամառային ամիսներին լավ վերականգնված Եղեռնի հուշարձանը։ Հիմա սկսվում են անձրևային սեզոնները, Եղեռնի հուշարձանի վերևը բաց է, ինչպես դուք տեսաք, ջրերը ներթափանցելու են հիմքի մեջ, որտեղ աստիճանները, որոնք որ պոկված են հիմքերից, ամբողջը խոնավանալու է, ոնց են չորացնելու, ձմեռը գործ չի կարելի անել, կամ շտապ պետք է վերևը ձևավորել տանիք ժամանակավոր, որպեսզի մենք ապահովենք այս ապամոնտաժված մույթերի վիճակը եւ չթողնենք, որպեսզի բետոնը, բազալտը չէ, որ դա հենց այնպես բետոն չի։ Սա բռի կոպիտ ձևով քարը պոկած բետոն է եւ թեք բետոնից, երկաթ բետոնից մենք հիմա բաց ենք թողնում անձրևների տակ։ Կա պարզապես մոտեցում, ինչպես վերաբերում ենք հուշարձանին, ինձ համար ցավալի է, շատ ցավալի է եւ զարմանալի, եթե դու պատրաստ չես, եթե դու ունակ չես, ինչի ես քո վերա վերցնում այն բեռը, որ այսօր ես խոսում եմ ճարտարապետի մասին, որը դու չես կարող իրականացնել, իսկ եթե չես կարող իրականացնել, գնա հենա Google արհեստական բանականություն, Gemini է կոչվում, առաջի հարցով, դուք պատկերացնում եք առաջի հարցով, ինչա պետք անել, ինքը հուշում է, սա է պետք անել, նա է պետք անել, ընդամենը հիդրոֆոբ նյութերով վերամշակել, մնացած ամեն ինչը ես ձեզ վստահեցնում եմ,
ճարտարապետները նախկինում նախատեսել էին եւ արել էին եւ անձրևաջրերի հեռացումը հարթակների վրա։ Երևի բոլորը գիտեք, չէ՞, հիշում եք այդ հարթակը, որ մոտեցում ենք, ասեն մեծ սիրուն քառակուսիներ են եւ արանքները մի քիչ ավելի ցածր բազալտ է։ Այդ մի քիչ ցածր բազալտը միայն գեղարվեստական իմաստ չունի։ Այդ տեղով ջրերը հեռացվում էին հուշարձանից դեպի կողքերը։ Եվ մնացածը քարերի արանքը հիդրոֆոբ նյութ այն ժամանակ չկար, բայց օգտագործված է եւ դրված է հատուկ պլաստինաներ, որոնք որ արճիչի պլաստինաներ են, իրանք շատ ավելի բարձր հնարավորություն են տալիս պահելու, փորձելու եւ պահպանելու շենքը, որտեղ ճնշման տակ, քարի ճնշման տակ տափակում են եւ չեն թողնում, որ ջուրը ներթափանցի։ Բացի այդ, թույլ չեն տալիս, որ բուսականությունը աճի։ Որևէ մեկը տեսել եք Եղեռնի հուշարձանին, որ դա այնքան սովոր են գնում ենք եկեղեցի, տեսնում ենք, չէ, տանիքի վրա բույսեր են աճում, ծառեր են դնում Եղեռնի հուշարձանի թեք մակերեսների վրա, չկար այդ բուսականությունը, որտեղ հեղինակները ժամանակին այդ լուծումը նախատեսել եւ տվել էին, ու դա հին հայկական նախնադարյան գառնից եկած մեր լուծումներն են, թե ինչպես պետք է մոտենալ եւ պահպանել շինարարական եւ արժեք ունեցող շենքերը։ Ինչ մենք կարող ենք անենք։ Պարզապես այսօր առաջնայինը շտապ պետք է դադարեցնել շինարարական որևէ աշխատանքները, վերլուծել ինչպիսի իրավիճակ է տեղի ունենում մեր քանդված հուշարձանի հետ, առանձին մոտեցում ցուցաբերել մույթերի նկատմամբ, որտեղ մույթերը շատ վատ վիճակում են, դրանք գիտեք, մարդ կա թեթև ինչ-որ հիվանդացել է, դրա փոխարեն ձեռն են կտրում, ոտն են կտրում։ Հիմա պետք է մոտեցում ցուցաբերենք, հասկանանք ոնց մենք այդ վնասված մույթերը կարող ենք վերականգնենք։ Իսկ այն 9 մույթերը, որոնք որ մնացել են եւ 8 աստիճանները, պարզապես ժամանակակից մեթոդաբանությամբ պետք է վերամշակվեն եւ ժամանակակից, իստեր աստծո, ժամանակակից այն ինչ որ մենք ասում ենք, ինչ որ նախկինում անում էին մեր պապերը, նորից եւ նորից այսօր գիտությունը անդրադառնում է նրան, որ հարգալից, ուշադիր եւ նրբորեն իրականացված ճարտարապետական աշխատանքները ավելի լավ են պահում մեր հուշարձանները, քան թե ռադիկալ կոպիտ ջնջենք, սարքենք զրոյիդ։ Այ մարդ ուզում եք նորից նոր հուշարձան կառուցեք, ընդեղ լիքը Հայաստանը բլուրներ ունի, գնացեք ձեզ համար ձեր հուշարձանները ոնց ուզում եք կառուցեք, բայց Եղեռնը թողեք հանգիստ։ Դա մեր սրբությունն է։